Սրանից հեշտ, արագ պատրաստվող կուլիչներ ցիտրուսային նոտաներով դժվար է գտնել։ Անհրաժեշտություն չկա երկար ժամանակ սպասել խմորը հասունանալու համար։ Բաղադրիչները խառնելուց հետո կարելի է թխել մոտ 10-15 րոպե անց։ Կարելի է ձևավորել տարբեր եղանակով և մատուցել։ Նման կուլիչները զատիկի սեղանին տոնական տեսք են հաղորդում։ Պատրաստման մեջ բարդ բան չկա։ Բաղադրիչները խառնեցիր, լցրեցիր ձևամանների մեջ և թխեցիր։ Պատրաստ են լինում 40-ից 45 րոպե անց, կախված է ջեռոցի հզորությունից։ Տեսեք, թե որքան ընտիր է ստացվել, իսկ նարնջի բույրը պարզապես արբեցնող է։ Նախքան բաղադրատոմսին անցնելը մի մոռացեք սրտիկել տեսանյութը և ընկերների հետ կիսվել կուլիչների պատրաստման այս համեղ և հետաքրքիր տարբերակով։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 1 նարնջի քերած կեղև, նարնջի հյութ, մածուն, ձու, ալյուր, շաքարավազ, չամիչ, կարագ, սոդա և վանիլային շաքարավազ։ Այս բաղադրատոմսի մեջ կարելի է օգտագործել ինչպես մածուն, այնպես էլ կեֆիր, երկու տարբերակով էլ հրաշալի է ստացվում։ Պարտադիր մածունը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Նախ ակտիվացնում ենք սոդան, լցնում ենք մածունի վրա և մի լավ խառնում ենք։ Չենք մոռանում չամիչը նախապես թրջել։ Առանձին տարայի մեջ լցնում ենք ձուն, շաքարավազը, վանիլային շաքարավազը և հարում ենք։ Մեկ ձվի սպիտակուցը առանձնացնում ենք, որով կպատրաստենք սպիտակ ջնարակ, ձևավորման համար։ Ավելացնում ենք նարնջի հյութը, քերուկը, մածունը սոդայի հետ միասին և հալեցրած կարագը։ Բաղադրիչները կարող եք միացնել ինչպես ձեռքի, այնպես էլ էլեկտրական հարիչով։ Իմ ալիքում շուտով կտեղադրեմ կաթով պատրաստվող կուլիչի մի հրաշալի բաղադրատոմս, որը մի փոքր ժամանակատար է։ Մաղելով քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը, ես օգտագործել եմ 380 գրամ։ Պետք է ստանանք բավականին թույլ խմոր։ Կախված հավկիթների մեծությունից, մածունի խտությունից ալյուրի չափը կարող է տարբերվել, այդ իսկ պատճառով չենք շտապում և ավելացնում ենք մաս-մաս։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Չամիչի վրա լցնում ենք 1 ճաշի գթալ ալյուր, խառնում ենք, ապա նոր միայն ավելացնում ենք խմորի մեջ։ Սա անում ենք այն բանի համար, որպեսզի թխվելու ընթացքում ամբողջ չամիչը չիջնի կուլիչների հատակին։ Կուլիչները կարելի է թխել ինչպես սիլիկոնե, այնպես էլ թղթե ձևամանների մեջ։ Ձևամանները պատում ենք բուսայուղով և լցնում ենք խմորը, այն պետք է լինի ձևամանի կիսով չափ, քանի որ թխվելու ընթացքում շատ լավ բարձրանում է։ Թխում ենք նախապես 180 աստիճան տաք հացված ջեռոցում մոտ 40-ից 45 րոպե, կախված է ջեռոցի հզորությունից։ Սպիտակ ջնարակի պատրաստման բաղադրատոմսը կթողնեմ նկարագրությունների բաժնում, կարող եք օգտվել։ Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկի միջոցով, այն պետք է չոր լինի։ Գեղեցիկ ձևավորում և մատուցում ենք, ուրախ և օրհնված զատիկ բոլորին։ Այսօր էլ հեշտ և արագ պատրաստվող կուլիչների նման հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։